Պարոն Վարդևանյան, ձեզնից առաջ եւ Սահմանադրական դատարանի անդամներ եւ այսօր այդ գործը քննող Շաթիրյանը շատ փակագծեր չբացեցին, ամեն դեպքում դուք ինչ ակնկալիք ունեք ՔՊ-ի կողմից նշանակված, հիմնական ՔՊ-ի կողմից նշանակված կադրերով Սահմանադրական դատարանից, եթե անգամ երկու դատավորի մասնակցությունը սահմանափակվել է, թեև դուք երրորդի մասով էլ պնդումներ ունեիք, կարծեք։ Կարծում եմ դուք դատաքննության ընթացքում, հարգելի գործընկերներ, կլսեք որոշ հանգամանքների վերաբերյալ բացահայտում, որը նույնիսկ այդ երկու դատավորների մասնակցության անհնարինության վերաբերյալ որոշումների գնահատման լուրջ խնդիրներ է առաջացնելու։ Դուք կհիշեք երևի թե կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերաքվեարկության օրենսդրական պարտականությունը չկատարելը հիմնավորում էր իբրև տակտիկական հնարավոր քվեարկության ռիսկերով։ Հիմա որ բացահայտեմ այն հանգամանքը, թե ինչի եմ այսպիսի դատողություն անում, դուք կպատկերացնեք, թե իրականում Սահմանադրական դատարանում կարծես այս հարցերը լրիվ այլ բովանդակության մեջ են դիտարկվել։ Ես նաև ստացել եմ արձանագրային որոշումից քաղվածք, որը վերաբերում է հենց Տիկին Սեդա Սաֆարյանի մասնակցության անհնարինության հարցի քննարկմանը, դրա նախաձեռնմանը, նախաձեռնող կոնկրետ դատավորի անուն ազգանունը, մի շարք այլ հանգամանքներ, բայց կխնդրեմ, որ դրանք մենք մանրամասն քննարկենք արդեն Սահմանադրական դատարանում նիստը մեկնարկելով։ Այն, որ Սահմանադրական դատարանը անկախության, իր չեզոքության, անաչառության լրջագույն դեֆիցիտ ունի եւ այդպիսինն է նաեւ հանրային ընկալումը, կարծում եմ դա անհերքելի փաստ է։ Դրանից նաեւ կանխատեսում եք արդյունքները, պարոն Վարդևանյան։ Գիտեք, ես բոլոր դեպքերում այս փուլում դրա վերաբերյալ դատողություն չանեմ, բայց մտահոգություններս հստակ ընդգծում եմ, որովհետև Սահմանադրական դատարանի կազմի նկատմամբ միջամտություններ տեղի ունենում, վստահ եմ ձեզանից շատերը այդ ժամանակ չէին պատկերացնում, որ գալու է 2026 թվականը հունիսի 7-ը եւ Սահմանադրական դատարանի որոշումը ինչ աստիճան էական նշանակություն է ունենալու ընդհանրապես հանրության կողմից ընտրելու եւ ընտրական սկզբունքի իրացման տեսանկյունից, բայց եկել է այդ օրը։ Պարոն Վարդևանյան, ի վերջո Փաշինյանին, նրա ուժին չընտրած քաղաքացիները ինչ ակնկալեն Սահմանադրական դատարանից, այդ Սահմանադրական դատարանը նաև նրանց սահմանադրական իրավունքները չպիտի պաշտպանի։ Ի վերջո արձանագրենք մեկ հստակ փաստ, սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, քաղաքացիական պայմանագիրը չի հաղթել այս ընտրություններում։ Ի վերջո, եթե իրենց պատկերացմամբ ժամանակակից եվրոպական, դեմոկրատական չափանիշը նա է, որ ձայների փոշիացման շնորհիվ իշխանություն ձևավորելը ըստ ԿԸՀ-ի արձանագրության դա բավարար է հաղթանակ արձանագրելու համար, քավ լիցի, թող դա լինի իրենց կարծիքը։ Սահմանադրական դատարանը ունի մեկ առաքելություն՝ արձագանքելու եւ արձանագրելու այն զանգվածային եւ կազմակերպված բնույթ կրող ընտրախախտումների փաստը, որը իսկապես ակնհայտ է բոլորի աչքի առջև է եղել թե ատելության խոսքը, թե վարչական ռեսուրսի չարաշահումը, թե ընդհանրապես կենտրոնական ընտրական հանձնաժողովի անկախության իսպառ դեֆիցիտը։ Պատկերացրեք, մենք խոսում ենք ընտրական գործընթացի երկու կարևորագույն մարմինների մասին, մեկը կենտրոնական ընտրական հանձնաժողով, մյուսը Սահմանադրական դատարան, երկուսն է անկախության լրջագույն խնդիրներ ունեն, լրջագույն։ Ի վերջո հաշվի առեք, Սահմանադրական դատարանի դատավոր է անձ, ով մինչև վերջերս եղել է առանցքային բնույթի ներկայացուցիչ քաղաքացիական պայմանագիր կուսակցության, նույնիսկ մասնակցության անհնարինության որոշման տեսանկյունից է։ Դուք իրավիճակը եւ մթնոլորտը գնահատեք։ Համանման իրավիճակ էլ կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեպքում եւս առկա է։ Պարոն Վարդևանյան, մյուս անդամների հետ վերաբերյալ վերապահումներ ունեք։ Առնվազն երկու Սահմանադրական դատարանի դատավորի վերաբերյալ որոշակի վերապահում ունենք, նաև դա կներկայացնենք նիստի ընթացքում։ Սաֆարյանից բացի եւս մեկ։ Նիստի ընթացքում կներկայացնենք։ Պարոն Վարդևանյան, նաև ամփոփելով հասարակության համար, որպեսզի պարզ լինի, մինչև ընտրություններից հետո իշխանությունները աղաղակում էին ընտրակեղծիքների մասին, ընտրակաշառքների մասին, ասում էին, որ իրենց քվեներն են միայն օրգանիկ, փաստացի ընդդիմության քվեներն օրգանիկ չեն։ Ինչու ձեզ իշխանությունը չդիմեց Սահմանադրական դատարան վիճարկելու ընտրությունները։ Ինձ թվում է, որովհետև իրենք եւս ունեն այն տեղեկանքը, որը փոխանցվել է մեզ, որ այդքան թմբկահարված ընտրակաշառք կամ եւ այլ նման երևույթների հետ կապված
Այս պահի դրությամբ խոսքը գնում է 258 մեղադրյալի մասին։ Պատկերացնում եք, դա որ պատկերացնեք 3 խոշոր խուլիգանության դեպքն է։ Թող չլինեն հանգարց խուլիգանության դեպքեր, այսինքն սիրելի հայրենակիցներ, երբ միջոցառում եք ունենում եւ այլն, թող դա չվերածվի խուլիգանության, բայց դա այդ նույն թվականակն է։ Պարզապես սա ճիշտ տեխնոլոգիական մի մոտեցում էր, իրենց գնահատմամբ ճիշտ, որովհետև կարողացան նման աղմուկ ստեղծել, բայց կարծում եմ նաև իրենք հետադարձը չստանալով իրենց իսկ ստեղծած արհեստական շինծ ու աղմուկի, փեսայի եւ աներոջ խոսակցությունը քյաբաբի վերաբերյալ որպես քրեական գործ հրամցնելը, Դավիթ Ղազինյանի դեպքը վստահ եմ բոլորդ լսել եք, կանանց միջև բամբասանքային բնույթի խոսակցությունը դարձնել որպես այդ վիճակագրական տվյալ, որ պատկերացնեք այդ 258 դեպքը, որ ասում եմ, դրանցից մեկը պայմանականորեն Դավիթ Ղազինյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի քրեական վարույթն է, եւ այսպիսի դեպքերը բազմաթիվ են եղել։ Դուք վստահ եմ այդ ձայնագրությունները լսել եք։ Պայմանական կենցաղային բնույթի խոսակցություններով համեմված, անմեղության կանխավարկածը չհաղթարված դեպքեր, բայց որոնց վիճակագրական տվյալը 258 մեղադրյալ։ Իդեպ այդ թվերն էլ կարող են էապես նաև նվազել այս ժամանակահատվածում, որովհետև դրանցից կարծես կեսից պակաս դեպքերն են, որ դատարան են ուղարկվել։ Իդեպ օրինակ վստահ եմ դուք լսեցիք երեք Արթուր Ավանեսյանի վերաբերյալ դատախազի բացման խոսքը, հա։ Դա էլ է այդ վիճակագրական տվյալը հանդիսացող դեպքերից մեկը, որ ստացվում է Արթուր Ավանեսյանը մեկ ձայնի համար իբրև խոստանում էր տուն, աշխատանք եւ այլն։ Հարգելիներս, սա պարզապես լուրջ չէր այս ամենը եւ երևի թե դրա համար էլ սահմանադրական դատարան չեն դիմել, բայց թող միանան մեր դիմումները։ Որ նշում եք այդ ավելի քան 250 հատ դեպքեր են եղել, դրանք բոլորը հեռախոսային գաղտնալսումներ են, թե կան որ պատկերացնեք, ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի փետրվարից մինչև հունիս ամիսը ռեկորդային թվի գաղտնալսումներ են իրականացվել, ռեկորդային թվի օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվել, այսինքն մենք խոսում ենք տասնյակ հազարավոր նման օպերատիվ հետախուզական միջոցառումների մասին։ Եվ չնայած դրան, կրկին հիշեցնեմ 258 դեպք, որտեղ մեղադրանք է ներկայացվել, իդեպ ձեր հարցին էլ հենց պատասխանելով նման իրավիճակ ձեր նկարագրած ես չեմ լսել, չեմ տեսել։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։